Չխստացվում է պատասխանատվությունը միս մսեղիկի իրացման խախտումների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի, այդ թվում 5-րդ ձև, տեղեկատվական թերթիկի առկայությունը սպառողին տեսանելի վայրում։ Ունենք սպանդանոց։ Անընդհատ նույն բանը կսենք, որս այս Գյումրու շուկայի Լաչինի միջանց կոչվող հատվածում մսավաճառներն արդեն չեն հիշում որերորդ անգամ են բարձրաձայնում այն խնդիրները, որոնց բախվում են։ Այն է մարզում սպանդանոցների բացակայությունը, մսի գնի թանկացումն ու վաճառքի նվազումը եւ պարբերաբար կրկնվող տուգանքները։ Միսը թանկ է, ցավը տանեմ։ Միսը թանկով կառնենք։ Գյուղացին որ հենց իրանց համայնքի մորտենք, էժան կառնենք, էժան կվաճառենք։ Մաճելի կնով կյանի միսը։ Մենք կբերենք, թղթերը ունենք, նորմալ է, բայց թե էլի վաճառ չկա։ Շաբաթը մեկ 10 օրը մեկ կանենք, չկանենք ստեղ։ Չի ծախվի։ Մսավաճառներն ասում են կողմ են կառավարության սահմանած այս կարգին միայն այն դեպքում, երբ կենթանու մորտն իրականացնելու համար ստիպված չլինեն տասնյակ կիլոմետրեր հաղթահարել։ Օրինականը թող օրինական է եղնի ամեն ինչ, բայց դե գիտենան իրանք իշկեն են։ 300 կիլոնոց ցուլը կոմից հարիկը հանեն դուս, մեկ երբ հազիվ կմորտեն դեղ։ Այդ ցուլը ով կրա պարնա, այդ մեքենանս ենք հասցնե սպանդանոց։ Բակային մորթերից մինչև անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումները տարբեր են եղել, բայց կառավարության որդեգրած քաղաքականությունը պարտադիր սպանդանոցային մորթի առումով հաստատուն է, նշում է Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը, միևնույն ժամանակ հավելում, որ սպանդանոցաշինարարության հարցը գործնական փուլ է մտել։ Լիզինգի ծրագրից օգտվելու համար Աշոտք համայնքի թիմումը արդեն իսկ ուղարկվել է տարածքային նախարարություն հաստատում ստանալու նպատակով, մյուս համայնքները դերևս կենհարցման փուլում են։ Պետության կողմից ֆինանսավորում է 20% կանխավճարի 80%-ը, իսկ վարկերի տոկոսադրույքները սուբսիդավորում են 10%-ային կետով, այսինքն շահառուին հասանելի 2-3%-ի սահմաններում եւ մինիմալ ներդրում իրականացնելով հնարավորություն ունեն ձեռք բերելու շարժական մոդուլային սպանդանոցներ եւ պետք է նշեմ, որ Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում համայնքի կողմից արդեն շինթույլտվություն ստացել է մեկ տնտեսվարող, որը իրականացնում է սպանդանոցի շինարարություն։ Մինչ մսավաճառը մտածում է իր հոգսերի մասին, գյուղում տնտեսվարողներն էլ հետզետե չեն ուզում զբաղվել անասնապահությամբ, այս մասին վկայում են հետզետե անասունների գլխաքանակի նվազող թվերը։ Չենք պահել մենք, քուր ջան։ Արդեն մեր գյուղում մի մալ պահողներն են իրանց անասունների քանակը քչծեր է։ Նախորդ տարվա համաձայնությամբ նշեմ, որ գլխաքանակը որոշակի նվազում է արձանագրել բոլոր կենտրոնատեսակների մասով, բայց ոչ էական նվազումներ են այս տարվա ընթացքում դրանք հնարավոր է վերականգնվեն։ Արձանագրվող պատկերն այնպիսինն է, որ ոչ մսավաճառը եկամուտ ունի, ոչ տնտեսվարողը։ Նշենք, որ 2025 թվականի ապրիլի 27-ից էլ վարչական պատասխանատվություն է սահմանվել այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կատնամթերք ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի կատնային յուղի փոխարինիչով կատնամթերքի առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրել է եւ պարունակում է կատնային յուղի փոխարինիչ, նշում է ընթերնելի եւ տեսանելի վայրերում փակցնել։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Հետաքրքիր զրույց ունեցանք Իցակարի բնակիչների հետ։ Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-ի էջում։ Հիշեցնենք, որ Իջևանի Գանձակար բնակավայրից մինչև Բերդի Իցակար բնակավայր ավտոճանապարհի շինարարությունն այս տարի կավարտվի։ Աղերի հարցը այս այդ ծրագիրը, որ անում ենք, Բերքաբերում ու Խաշտարակում բերելու ենք ձեզ էլ առաջարկել։ Գիտեք ինչ ենք անում, այնտեղ գալիս են մասնագետները հողերը նայում են, թե տեղ ինչը ամենաառատ բերքը կտա։ Չէ, ստի գործը անասնապահությունն է, անասնապահության մանետ ծրագրի կա։ Հիմի ընդեղ որ անում ենք, սկզբի ժողովուրդը չէր ուզում, բայց հիմի ընդհակառակը հերթ ենք անում, որը գնում են բան են անում, այգիների մաքրում են, ընկերները սերտիֆիկացված տալիս են, կաթիլային ոռոգումը քաշում են, ու որ միտեղ մի բանը շատ է, առնողներն են, գործանողներն են իմանան, որ ասենք ստեղ տանձուխնձոր է, ուզում են տանձուխնձորը գործանեն, ոնց որ բանը ոնց է չինարին, ոնց է գալիս են կանգնում ֆուրով, թուզը տանում, ընդեղ նուր հոներ ու իջ մոշ,
Ասեն ով նուռ ուզում գիտի որ էսի յուղում նուռը շատ կա։ Դուք կանգնեցնեն, կվճարեն կպան։ Անասնապահության համար էլ ծրագրեր այո, ճիշտ է։ Արոտավայրեր ունեք նորմալ։ Ես ֆերմեր ունենք այդ նպաստները քանդելի են, այդ ֆերմերը ճավելա որ քանդում, պետք է քանդենք նորը սա։ ֆերմերի հադե գորի նորը սա, ծրագրեր են կանում, ծրագրեր են կանում այդքան 70%-ը փողի հետ ենք տալիս, ասում ենք սարքեք 70%։ 50 հեկտար հանում ենք արոտավայրը խոթա։ Ֆերմեր քանդվելա էլ ոչ մեկս չենք տալիս։ Դե պիտի մինը ծրագրեր ունենք, որից դուք էլ խաբար չեք։ Ոչ հետաքրքրվում եք, ոչ մենք ենք ասում։ Հա բարելյան օրացենք մեկը ասում։ Ռոդրը սովորել են։ Երկու մայ հեկտարի այդ անգամ որ խոսում եք գիտեք, չէ՞։ Ճիշտ է, սա ասում։ Դու ես շատ էլ լսում ձեր ամեն մի գելուց։ Վերջապես կարացի ասես որ ժողովուրդին սովորեցրել են աշխատել։ Նա այն որ ասում են աղքատ ենք դարձել ուղիչև դեր աղքատ։ Ահա վերջապես մի մարդ կա ինձ հասկանում։ Արա խայսեր գործ։ Քեզ եմ մանկալիս։ Սա որ իմ գործ է դա, իմ խոսածները մեր ժողովրդի մեջ տարածում։ Շնորհակալ եմ, շատ բարձր։ Բայց մեկը մեր ժողովուրդը մի քիչ լոդը սովորել է, լոդը սովորել։ Նոր չի է դες արդեն 30 տարի։ Ապա մենք ենք մեղավոր, պետք է։ Այո, նրանց արեք մեղավորը։ Այդ ենք։ Ատաման, ինչով եմ ասում, օրս տնից եմ բերել, իմ հետն է քեզ նման մարդ է։ Գիտես առաջինը։ Քո ընտանիքի նման ընտանիքից դուրս եկա։ Ամսի 20-ից հետո անընդհատ ստուգում եմ տենամեկ հետ վճարը երբ հազար։ Ավտոքերի ախտեր բաշա, թե ոչ է թդմքերը լավ։ Դա պաստանի բաց։ Հա։ Այդ մեկը չէ, մեկը չեմ։ Այ եղբայր, ես դու իսկապես քեզ եմ Ես մի բան ասեմ։ Ես մի բան մենք կանգո եմ եկել եմ անձամ դիմում տվել դի կառավարությունը։ Մեր գազերը 7 տարի երտրասան կար այս գիծը կար։ Գյուղում մի հատ տոչկա չկար։ Անցած տարվանի հունիսի 22-ին դիմումը տվել է ու համարյա ամենօրյա կռիվ քաղաքապետարանից ինձ ասում են եսի չես մեր գլխին դնամ։ Գազերը արդեն 2 տարին ակաշած արխի։ Երորդ ձեր սեղմում։ Ես անգամ, ես չաջող հանդիպում էր, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Հապա այստենց որ դու որ նստեի չէր մի առաջ։ Դու էլ գնացել ես բզել։ Չեր լելու, ես հավատում եմ որ որովհետև 3-4 անգամ էլ քեզ գծին զանգել եմ, բան։ Բա գործի հետևից որ չգնաց։ Իջև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե անգամ այս ուրբաթ Հայաստանում անցկացվեն ընտրություններ, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կհաղթի, հավաքելով 50+1% ձայներ։ Սիմոնյանը հիշեցրել է, որ 2021 թվականի ընտրությունները օրինակ են եղել եւ ներկայիս իշխանությունն ունի ժողովրդի վստահությունը։ Ազգային ժողովի նախագահը պատասխանել է նաեւ լրագրողների այլ հարցերի։ Որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այս ուրբաթ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետության։ Հաջան։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով։ Ինչի հաշվի։ Գիտեք ինչ, դուք էլ 2021 թվականի ընտրություններից հետո, որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 54% հավաքեց, իսկ Գյումրիում մոտավորապես 60 քանի տոկոսից ավել, ընդամենը 2 ամիս հետո Գյումրիում 20% արդյունք գրանցեց, եւ ես խնդրում եմ եւ հորդորում եմ եւ խորհուրդ եմ տալիս համապետական ընտրությունները եւ տեղային ընտրությունները որևիցե ձևով չհամեմատել եւ դա որպես չափանիշ չվերցնել Հայաստանի Հանրապետության Գյումրիի ընտրությունը չի կարող համապետականել լուսինը։ Ուրեմն դե ես դրա օրինակը բերեցի, խնդրում եմ մի ընդհատիր էլի ինձ, ես ամեն ինչի պատասխանում եմ։ Ընդհատելը որևիցե օգուտ չի տալու, ընդհատում ես։ Խնդրում եմ որևիցե քաղաքականացված, ես ինչ է Գյումրիին, հենց ամենահետաքրքիրն էր, որ Գյումրիի ընտրությունները ընդհակառակը փողոցների, ասֆալտապատման, տնակներում ապրող մարդկանց եւ Գյումրիի տեղական խնդիրների մասին ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հավաքեց գրեթե կրկնակի ավելի շատ ձայն, քան
2 տարի առաջ, 3 տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ եւ զբաղեցրեց առաջին տեղը։ Այսինքն, եթե նույնիսկ ձեր տրամաբանությամբ մենք նայում ենք, իմ ասածը նույնպես տեղավորվում է գնահատականների մեջ։ Եթե եղել կրկնակի ավել, պարոն Սիմոնյան, դրանում։ Դա էլ է լավ, այսինքն մեր ընտրողները գնացել են եւ քվեարկել են մեզ, ինչը օրինակ միգուցե կարծել են, որ առանց էլ մենք կընտրվենք, չեն արել, ենթադրենք 2-3 տարի առաջ։ Այսինքն դուք բացառում եք, որ ԿՊ-ից Ես հասկանում եմ, անգլերեն մի հատ այնց արտահայտություն կա wishful thinking, ցանկալի բան մտածելակերպ, ես ցանկանում եմ, որ հաշվի առնելով, որ ես գտնվում եմ բացառապես ընդդիմադիր լրատվամիջոցների միկրոֆոնների ներքո, որ ես այդպես ցանկալի տարբերակային, որ Հայաստանի Հանրապետությունը 2021 թվականին Հայաստանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակը եւ այն տրամադրվածությունը, որոնք ունեն մեր ընդդիմադիր գործընկերները եւ նաեւ ընդդիմադիր լրատվամիջոցները, խոսում էին այն մասին, որ ընտրությունները քաղաքացիական պայմանագիրը պարտվելու է եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գնացին եւ 54% ձայն եւ ընդամենը 20-22% ձայն տվեցին ընդդիմությանը։ Եվ ես չեմ պատրաստվում, ես չեմ կգալու է չէ 2026 թվականը, դուք էլ բարով խերով կգնաք ամեն մեկը ձեր նախընտրած տեխնացուին ձայն կտակ եւ կտեսնենք Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը մեծ աջակցություն ունի եւ մենք դրա մասին խոսում ենք ոչ թե այտենց մեզ խափելով կամ որևիցե բանով, մենք մարդկանց հետ շփվում ենք, ես եմ մարդկանց հետ շփվում եւ խնդրում եմ ձեր լրատվամիջոցների, ձեր շրջապատի, ձեր ընկերների հետ նույն ընդդիմադիր տեխնացուների եւ բլոգերների շրջանակից դուրս հիշեք, որ բացի Facebook-ից դուրս նաեւ կյանք գոյություն ունի։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոբիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Մայիսի 5-ին տեղի ունեցել Հայաստանի Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, Պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանն ու Հրաչյա Սարգսյանը, ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը, բարձրաստիճան այլ սպաներ ու հյուրեր։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը ողջունելով ներկաներին շնորհավորել է տարեդարձի կապակցությամբ, կարևորել ստորաբաժանման դերը զինված ուժերում կարգապահության, օրինականության եւ կարգուկանոնի պահպանման գործում։ Ռազմական ոստիկանության կազմավորման տարեդարձի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաեւ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։ Միջոցառման ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու եւ օրինակելի ծառայության համար պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Դոնալդ Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնի համար, այս մասին հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ես նախագահ եմ լինելու ընդհանուր առմամբ 8 տարի 2 ժամկետ։ Իմ կողմնակիցները պարբերաբար հորդորում են ինձ առաջադրվել երրորդ անգամ, սակայն մտադիր չեմ դա անել, նշել է Թրամփը։ Նա անդրադարձել է Ուկրաինայում խաղաղության բանակցություններին, նշել կողմերից մեկի հետ ավելի մոտ են համաձայնության առանց հստակեցնելու, թե որ երկրի մասին է խոսքը։ Թրամփը կրկնել է հայտարարությունը, որ կդադարեցնի միջնորդական ջանքերը, եթե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ առաջընթաց չտեսնի։ ԱՄՆ նախագահն իր սոցիալական ցանցի էջում էլ հայտարարել է, որ հանձնարարել է առևտրի նախարարությանը եւ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել գործընթաց, որը կսահմանափակի արտասահմանյան ֆիլմերի մուտքը ամերիկյան շուկա։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով ամերիկյան կինոարտադրությունը շատ արագ անկում է ապրում, քանի որ այլ երկրներ առաջարկում են շահավետ պայմաններ խթանելով ֆիլմ արտադրողների արտահոսքը։
Ռուսական կողմի որոշումը համարում ենք անբարյացկամ քայլ եւ ակնկալում հստակ բացատրություններ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, մեկնաբանելով Ռուսաստան-ադրբեջանցի падգամավորի մուտքի արգելքը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն նշել է, որ միջադեպի կապակցությամբ դեսպանատան միջոցով անմիջապես կապ է հաստատել Ռուսաստանի արտգործնախարարության հետ։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դեպքը կհետաքննվի, սակայն որոշման պատճառների մասին բացատրություն չի տրվել։ Մոսկվայի օդանավակայանում ադրբեջանցի падգամավոր Բադամովի բերման են ենթարկվել, նրա մուտքը Ռուսաստան արգելվել է։ Լրատվամիջոցները գրում են, որ ռուսական կողմը падգամավորին սև ցուցակում է ներառել Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Նիկոլայ Վալոևի մասին վիրավորական հայտարարությունների համար։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է Գազայի հատվածում գործողությունը ընդլայնելու ծրագիրը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նրա խոսքով գլխավոր շտաբի պետի կողմից ներկայացված Համաս շարժման լիակատար չեզոքացման եւ իսրայելցի պատանդների գերությունից ազատելու օպերատիվ ծրագիրն ընդունվել է միաձայն։ Այն ներառում է Գազայի հատվածի գրավում եւ դրա վերահսկողություն, խաղաղ բնակիչների տեղափոխում դեպի հարավ նրանց անվտանգության համար։ Իսրայելական կողմը նախատեսում է Համասին զրկել մարդասիրական օգնությունից եւ զանգվածային հարվածներ հասցնել շարժման ենթակառուցվածքներին ու հրամանատարական կետերին։ Գենդելմանը նշել է, որ ծրագիրը լիովին համապատասխանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից վերջին ամիսներին հնչեցրած նպատակներին։ Նրա խոսքով, ի տարբերություն նախորդ գործողությունների, այս ծրագիրը ոչ թե թիրախային հարձակումների, այլ անկլավի տարածքի ամբողջական գրավման եւ դրա նկատմամբ կայուն վերահսկողության հաստատման մասին է։ Թուրքիայի նախագահը կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ Իսրայելի գործողությունների հետ կապված լռությանը։ Աշխարհն ավելի մեծ է, քան Իսրայելը, մենք պետք է ցույց տանք մեր ուժը։ Հակառակ դեպքում շատ ուշ կլինի եւ նրանք, ովքեր այսօր լռում են, չեն կարողանա արդարանալ պատմության առջև, ընդգծել է Էրդողանը։ Նա սուր քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Սիրիայում եւ Գազայի հատվածում, մեղադրելով միջազգային իրավունքի համակարգված խախտումների եւ տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Էրդողանն Իսրայելն անվանել է միջազգային իրավունքի սպառնալիք, ընդգծելով, որ երկիրը սովորություն է դարձրել միջազգային նորմերի ոտնահարումը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն Իսլամաբադի խնդրանքով փակ խորհրդակցություն կանցկացնի Հնդկաստանի եւ Պակիստանի միջև ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նախագահում է Հունաստանը, որն էլ նշանակել է հանդիպումը։ Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիրի նահանգի Պահալգամ քաղաքում 26 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության հետաքննության ընթացքում Հնդկաստանի հետաքննությունների ազգային գործակալության նախնական հաշվետվության համաձայն հարձակումը կազմակերպած Լաշքար-e-Թայբա ահաբեկչական խմբավորումը կապեր ունի Պակիստանի հետախուզական ծառայության հետ։ Նշվում է, որ հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից երկուսը Պակիստանի քաղաքացիներ են, որոնք կապի մեջ են եղել պակիստանցի համակարգողների հետ, ստանալով հստակ հրահանգներ։ Նախնական տվյալով ահաբեկիչները Հնդկաստանի տարածք են ներթափանցել հարձակումից մի քանի շաբաթ առաջ։ Ռումինիայում տեղի է ունեցել նախագահի հերթական ընտրությունը։ Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեաթերթիկների 99.99%-ի հաշվարկից հետո հրապարակել է նախնական տվյալներ։ Նախագահի ընտրության արդյունքներով առաջատար է ազգայնական Դաշինք հանուն ռումինացիների միավորման կուսակցության առաջնորդ Ջորջե Սիմեոնը, հավաքելով ձայների 41%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի քաղաքապետը եւ աջ կենտրոնամետ Ռումինիայի փրկության միության հիմնադիր Նիկու Սորդենը ձայների 21%-ով։ Քանի որ թեկնածուներից որևէ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին, կանցկացվի ընտրության երկրորդ փուլ։ Հայ դատախազները եւ նրանց նիդերլանդցի գործընկերները քննարկում են երկու երկրներում գենդերային բռնությունների դեմ պայքարի իրավական կարգավորումներն ու մոտեցումները, ներկայացնում են խնդրի լուծման ուղղությամբ ունեցած հաջողությունները։ Երկու կողմերն էլ փաստում են, որ գենդերային բռնություններին առնչվող օրենսդրության զարգացումը մեծացնում է պայքարի արդյունավետությունը։ Դա կատարվում է հատկապես ոլորտի բոլոր պետական մարմինների համակարգված, համագործակցված աշխատանքի արդյունքում, նաև այն բանի արդյունքում, որ պետական մարմինները նաև ականջալուր են լինում հասարակության քաղաքացիական ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրներին։ Այսինքն այն, որ կա խնդիրը ճանաչում ենք, դա արդեն իսկ ճանապարհ է, որպեսզի այդ խնդիրները առավել արդյունավետ լուծենք։
Ցավոք, հատկապես կանանց նկատմամբ բռնությունը շարունակում է լրջագույն խնդիր մնալ Նիդերլանդներում եւս։ Ուստի մեզ համար կարևոր է ձեզ հետ խոսել այն խնդիրների մասին, որոնք կան մեր երկրում։ Պետք է նշեմ, որ դրական արդյունքներ էլ կան, որոնց մասին կարող ենք բարձրաձայնել։ Մենք Նիդերլանդներում կարողացանք խնդիրը դարձնել տեսանելի եւ քննարկելի։ Շուրջ 30 տարի առաջ մեզ մոտ այս առումով ամեն բան շատ ավելի բարդ էր։ Բաց սահմաններ խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման ինստիտուտի կողմից իրականացվող Գենդերային արդարադատության ակադեմիայի շրջանակում իրականացվող երկկողմ քննարկման ընթացքում շեշտվում է հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական մեխանիզմների եւ առկա փորձի փոխանակումը։ Ինչու ենք նշում գենդերային բռնություն, որովհետև չնայած որ մեծամասնության բռնությունը իրականացվում է կանանց եւ աղջիկների նկատմամբ, բայց այնուամենայնիվ ունենք նաեւ դեպքեր, երբ բռնություն է իրականացվում տղամարդկանց եւ տղաների նկատմամբ։ Դատախազները մասնակցում են փորձի փոխանակման լավագույն պրակտիկայի կիրառման համար, որպեսզի ապագայում ավելի զոհակենտրոն մոտեցում ցուցաբերվի, ընտանեկան բռնության զոհերը ավելի պաշտպանված լինեն, ավելի վստահեն օրենքի մարդկանց եւ դիմեն համապատասխան մարմինների։ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության հետ մեր համագործակցության փորձը վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր հանդիպում ավարտվում է նոր նախաձեռնությունների մեկնարկով։ Արդիական թեմաներով դատախազների շարունակական վերապատրաստումը դատախազության առաջնահերթ ուղղություններից է։ Գլխավոր դատախազի եւ դեսպանի ու դեսպանության ներկայացուցիչների հանդիպումները կրում են պարբերական բնույթ, ինչի արդյունքում նախորդ 2 տարիների ընթացքում դեսպանության աջակցությամբ կազմակերպվել են առնվազն 2 նախադեպը չունեցող ծրագրեր, որոնց ընթացքում Հայաստանի դատախազների հաղորդակցության կարողությունների եւ հմտությունների զարգացման ուղղված դասընթացների ծրագրի շրջանակներում 23-24 թվականների ընթացքում դատախազության բոլոր դատախազներն անցել են վերապատրաստման ծրագրեր։ Ընտանեկան բռնության տեսակներն ու դրանց հետևանքները նույնն են ամբողջ աշխարհում, տարբեր են դեպքերի քննության եւ քրեական հետապնդման մեխանիզմները։ Գենդերային արդարադատության ակադեմիան վարող տեղական եւ միջազգային փորձագետները ներկայացնում են իրենց երկրներում ընտանեկան բռնությունների դեմ պայքարի իրավական կառուցակարգերը։ Խնդիրները նույնն են, բայց կարևոր է հասկանալ, թե մենք ինչ սահմաններ ունենք։ Որպես դատախազներ մենք թերևս կարող ենք ֆիզիկապես օգնել բռնության զոհերին, բայց հոգեբանական աջակցության մեթոդների ոլորտը դեռ այդքան զարգացած չէ եւ դրա ուղղությամբ եւս պետք է աշխատանքներ տանել։ Դուք հարցնում եք ինչ կարող ենք ձեզանից սովորել։ Դեռևս 12-րդ դարում, ինչը շատ վաղ ժամանակ էր, օրենքի եւ օրենսդրության զարգացման տեսանկյունից հայերն ունեին մեծ մտածող մխիթար գոշին, ում հեղինակած իրավական ակտերից շատերը ժամանակակից օրենքի հիմքն են։ Միշտ չէ, որ մարդիկ գիտեն, թե որտեղ են ժամանակակից իրավունքի արմատները, եւ այս առումով մենք շատ բան ունենք սովորելու իր ժամանակների համար բավականին առաջադեմ այդ մտածողից։ Ակադեմիայի ընթացքում փորձագետները խոսում են նաև տուժողի եւ բռնարարի հարցաքննությունները ճիշտ եւ նրբանկատորեն կազմակերպելու մասին, բացառելու համար կրկնակի հոգեկան ապրումներն ու սթրեսները։ Գենդերային արդարադատության ակադեմիան իրականացվում է Նիդերլանդների կառավարության ֆինանսավորմամբ։ Մայիսի 2-ին ժամը 17-ի սահմաններում Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վարժտի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել եւ իր վարած Nissan Magnus-ի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 եւ թղթե 1 փաթեթ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով։ Նաեւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք զինամթերք է պահում։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե։ 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից։ Նա ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգուց հայտնաբերվել է կարաբին տեսակի մարտական ակոսափող հրազեն, իսկ ննջասենյակում տարբեր տրամաչափի 9 փամփուշտ։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել եւ տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեի փողոցի բնակիչը տամբակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։ Նշված հացը մեկնած համայնքային ոստիկանները տամբակում հայտնաբերել են 670 տախտակ եւ շապավենային սղոց։ 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից։ Նա նաեւ ներկայացրել է հաշիվ ապրանքագրեր։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Ստեփանավանի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։